Անդրեի համար մի երգ գրեցի Սասնա Յարխուշտա։ Երևի շատերը գիտեն եւ անգամ այդ երգը համարում են ժողովրդական։ Շատերը նույնիսկ չգիտեն, որ քո գրած։ Անգամ չգիտեն, հա, ժողովրդականի։ Այդ ժամանակ մեր բոլորի շատ սիրելի լուսահոգի ցավով պետք է ասեմ Վարդուհի Վարդանյանը կենթանի երկար դեռ։ Մի օր եկավ ասեց մառնեցեմ հոգնե այդ կոնկուրսներից։ Ուզում եմ մի քիչ էլ ես գումար աշխատեմ, որովհետև այն ժամանակ նոր սկսում էին կոմերցիոն երգերը։ Մինչև այդ, ուրեմն մեկ երգ էլ ունեի Յարխուշտայից հետո։ Այդ երգը ուզում էի տալ Լիաննային։ Մենք մտերիմ էինք ընդհանուր։ Կա երգ, հա, մի հատ լավ երգ կա, կուզենաս այսպիսի։ Ու երբ որ Անդրեն իմացավ, որ նման երգ, որ Անդրեին էլի խոսք տվել, երբ որ Անդրեն իմացավ, որ մի հատ էլ տենց երգ կա, որ պետք է տամ Լիաննային, ամբողջ գիշեր զանգ, ես չգիտեմ ինձ ինչ կանեմ, կկախվեմ, թևս կկտրեմ, ոտս կկտրեմ, ինքը այդպեսի մի քիչ բաներ ուներ էլի, զգալն է Անդրեն տեսակով շատ էսպես, մի քիչ էքսենտրիկ։ Երգը չտաս, Անդրուշ ջան, ասում եմ, ես քո համար մի հատ նորը կգրեմ, արդեն գրել եմ, մի հատ ավելի լավը կգրեմ։ Չէ։ Ու մի հետաքրքիր բան ասեց, ես չգիտեմ, ինքը կհիշի դրա մասին, եթե լսի այս հաղորդումը, ասեց այդ երգով երգի մեռնելու է։ Պարզապես պորտկում էր։ Դա այն որ բոլորս էլ ասում ենք, չէ, մեկը մյուսին ոչ թե նման բան խոսք, հա։ Ու այնպես եղավ, որ Լիանան չերգեց ինչ պատճառով։ Հետո այդ շրջանում որ Վարդուհին ասեց մի երգ ունես, հա, Արամի հետ ամուսնուն լուսահոգի այդպես լսեցին, ասեց, վայ, հենց այդպիսի երգ եմ ուզում։ Լելեն էր, լե ջան, իդեպ վերջի երգը եղավ, որ երգեց Մարտունում, եւ դրանից հետո կարծես չարաբաստիկ վթարը եղավ։